Աստված շատ օրհնի, թե Արսենին, թե Արմենին, որ որոշ չափով հող պատրաստեցին իմ խոսքից առաջ։ Այսօր ուզում եմ խոսել գոհացող սրտի մասին։ Այն սրտի մասին, որ ապրում է Աստծո ներկայության մեջ ու միշտ գոհանում է Աստծուց։ Ոչ միայն այն լայն ժամանակներում, օրհնությունների ժամանակ, այլ նեղությունների ու դժվարությունների մեջ։ Հիմա կասեք, ոնց գոհանանք Աստծուց, որ դժվար է, ոնց գոհանանք, որ նեղության մեջ ենք։ Գիտեք, Աստված չի ասում, որ Աստված ասում է, որ մեր գոհությունը պետք է երևա մեր հավատքի միջոցով։ Երբ ամեն ինչ լավ է, հեշտ է գոհանալ։ Իսկական հավատքը երևում է այն ժամանակ, երբ որ առողջություն չկա, երբ որ աշխատանք չկա, երբ որ դժվար է, երբ որ աղոթների պատասխան չկա, այդ է իսկական գոհանալը, թե չէ ուրախության մեջ, երբ որ ամեն ինչ լավ է, հեշտ է գոհանալը։ Մեզ քաջ հայտնի Հոբը, որ գիտենք Հոբի հետ ինչ կատարվեց, չարչարանքների, հիվանդությունների, նեղությունների մեջ չմեղանչեց, գոհացավ Հոբը ու ասեց Տերը տվեց, Տերն էլ վերցրեց, Աստծու դեմ չբողոքեց, չդժգոհեց։ Իմ կարծիքով այստեղ այնպիսի մարդիկ չկան, որ Հոբի չափ չարչարանքներ ու նեղություններ ունեն։ Հոբը, որ կարողացել է, մենք էլ Հոբից պակաս չենք, մենք էլ Աստծո որդիներն ենք, մենք էլ ամեն օր աղոթում ենք, մենք էլ Աստծուն քչից շատից ճանաչում ենք, տեսել ենք իր հրաշքները, կարող ենք գոհանալ նեղության մեջ։ Նույն ինքը Հոբը, երբ նրա կինը եկավ իրան ճակերտների մեջ խորհուրդ տվեց, ասեց անիծիր Աստծուն եւ մեռիր, ասեց Հոբը ասում է Տիրոջից օրհնությունը ընդունենք, չարիքներին կամ նեղություններին չհամբերենք, ու այս ամենի մեջ, որ իր հետ պատահել էր, Հոբը չմեղանչեց։ Գիտես, Աստված չի ասում ձևացրու, թե ցավ չունես։ Մենք չենք կարող ձևացնել, թե ցավ չունենք, որովհետև ցավը, նեղությունը երբ գալիս է, մենք մեր վրայից երևում է, մեր խոսքից երևում է, մեր դեմքից երևում է։ Սաղմոսները լի են արցունքներով, լի են բողոքներով, բայց նաև լի են գոհություններով։ Դավիթի կյանքը գիտենք, Սաղմոսների մեջ երևում է, թե ինչքան է լացում, բայց նաև չի դադարում փառք տալ Աստծուն, միշտ գոհանում է Աստծուց։ Սաղմոս 128:5-ում ասում է արտասուքներով ցանողները ուրախությամբ պիտի հնձեն։ Եթե դու այսօր քո արտասուքների մեջ գոհանաս Աստծուց, դու ուրախությամբ կհնձես։ Եկեք համբերենք։ Համբերությունը ծնում է գոհություն։ Որովհետև երբ որ դու համբերում ես ու առանց տրտնջալու ընդունում ես այն վիճակը, որի մեջ հայտնվել ես, ու հավատքով այդ իրավիճակի մեջ տեսնում ես Աստծո կամքը, սկսում ես գոհանալ։ Գիտես ինչ դժվարության մեջ էլ որ լինենք, թեկուզ մեր ամբողջ կյանքը անցնի տառապանքների մեջ ու չարչարանքների մեջ, մի մեծ պատճառ կա Աստծուց գոհանալու, նրա փրկագնումը։ Աստված մեզ փրկել է դժոխքից, հավիտյան տանջանքից։ Մի պահ մտածել ես հավիտյան տանջանքի մասին, իսկ այստեղ չենք կարող մի քանի օր դիմանանք տանջանքին, բայց հավիտյան տանջանքը մեկը այսպես էր բնութագրում, ասում էր պատկերացրեք աշխարհի ավազները վերցնենք, անթիվ ավազի հատիկ կա, չէ՞, ու 1000 տարի տանջվենք ու մի հատիկ ավազ ընկնի, 1000 տարի տանջվենք էլի մի հատիկ ավազ ընկնի, ու ամբողջ աշխարհի մեր երկրագնդի ավազները տենց 1000 տարին մեկ մի հատ ավազ ընկնի, հավիտենությունը դրանից երկար է։
Արժի գոհանալ սրա համար ժողովուրդ, որ Աստված մեզ փրկել այդ հավիտյան կրակներից ու տանջանքներից։ Եկեք մի հատ գոհության ծափ ու աղաղակ բարձրացնենք մեր Տիրոջը, որովհետև ինքը արժանի է, փառք նրան։ Շնորհակալ եմ Տեր ջան։ Արսեն եղբայրը հիշեցրեց Հռոմեացիս 8:18-ը, ասում է, որովհետև այնպես եմ դատում, որ այն ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի։ Գոհացող սիրտ ունեցիր եւ կարժանանաս այդ փառքին, որ մեզ պիտի հայտնվի։ Կարժանանանք խոստացված երկին մտնելուն, կարժանանանք դրախտ գնալուն։ Բոլորիս հայտնի է, որ մենք հիմա անցնում ենք այն ուղին, ինչ որ Իսրայելը անցավ Եգիպտոսից դուրս գալուց, մենք էլ Եգիպտոսը աշխարհն էր, Եգիպտոսից հելանք, շատ հրաշքներ տեսանք, ինչպես Իսրայելը տեսավ, շատ Աստված լիքը օրհնեց մեզ, ինչպես Իսրայելին օրհնեց։ Բայց Իսրայելը այս ամենից հետո տրտունջի հետևից, դժգոհության հետևից, հաց ուզեցին տվեց, միս ուզեցին տվեց, ջուր ուզեցին տվեց, բայց էլի տրտնջում էին, էլի բողոքում էին ու բոլորիս հայտնի է, որ այդ ամբողջ ազգից, ով որ Եգիպտոսից դուրս էր եկել, ոչ մեկ չմտավ խոստացված երկիրը, բացի Հեսուից ու Քաղեբից։ Ինչն էր պատճառը, որ չմտան։ Դժգոհությունն ու տրտունջը։ Գիտեք, մեծ վտանգ կա դժգոհության մեջ, տրտունջի մեջ, կապ չունի ինչ իրավիճակում ես։ Միգուցե դու էլ չկարողանաս մտնել խոստացված երկիրը, երբ տրտնջացող լինես, դժգոհ լինես։ Եկեք չմոռանանք մեր անցյալի օրհնությունները, թե Աստված ինչքան է մեզ օրհնել Եգիպտոսից դուրս գալուց։ Եկեք ներկանել, հանձնենք Աստծուն, որովհետև Աստված ամեն բան վերահսկում է, ամեն բան նա է վերահսկում։ Ինչ էլ պատահի, հարցեր ունենաս չպատասխանված, այսօր շատ հարցեր կա մեր այս վիճակում, մեր երկրի վիճակի հետ կապված, որ պատասխան չկա, բայց ես հավատում եմ, որ Աստված վերահսկում է եւ գոհություն եմ բարձրացնում, որ մենք գոնե այս վիճակում, գոնե կանք, գոնե կարող ենք կանգնել դրա առաջ, գոնե կարող ենք աղոթել, փառաբանել, ծառայել նրան։ Կարող է այս վիճակը չլիներ, կարող է մենք հնարավորություն չունենանք հավաքվելու, բայց եկեք գոհանանք, որ մենք այս վիճակի մեջ ենք գոնե, ինչքան էլ դժվար լինի։ Ու մի վախեցիր ապագայից, գոհացիր Աստծուց, որովհետև ապագայի Տերն էլ Աստված է։ Եսայա 45:11-ում ասում է. Այսպես է ասում Եհովան, Իսրայելի Սուրբը եւ նրա արարիչը. ապագա բաները ինձանից հարցրեք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատվիրեցեք։ Ապագայից վախենում ես, Աստված ասում է ինձ հարցրա ապագա բաների համար։ Մի վախեցիր։ Երբ գոհանում ես ու դժվարության մեջ ես, դրանով ասում ես, Տեր, ես քեզ եմ վստահում։ Դժվարության մեջ գոհանալով, Տիրոջը ասում ես, Տեր, իմ վստահությունը դու ես։ Գոհանալը հանգիստ կյանքի արդյունք չէ, այլ վստահություն, որ ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Գոհությունը նաև օրհնության դռներ է բացում ու ազատագրում է։ Մենք գիտենք Պողոսի ու Շիղայի պատմությունը, երբ նրանք բանտում էին, ցավերի, կապանքների մեջ, կարծես ամեն բան վատ էր, բայց նրանք գոհանում էին, աղոթում էին ու փառաբանում էին Աստծուն։ Ու ինչ կատարվեց, բանտերի դռները բացվեցին, նրանք ազատվեցին կապանքներից ու փրկություն եղավ բանտում։ Բանտապետը ապաշխարեց։ Դու էլ կարող ես գոհացող լինել եւ
քո կողքի մարդիկ քեզ տեսնելով ապաշխարեն, քեզ քո գոհացող սիրտը տեսնելով ասեն, այս մարդը ուրախ է, այս մարդը գոհանում է։ Իր Աստծուն կուզեն ճանաչել։ Եկեք այնպես ապրենք, որ մարդիկ ուզեն մեր Աստծուն ճանաչեն։ Գոհացող սիրտը մարդկանց սրտերը կշարժի։ Մի վկայություն էլ տամ, երբ մենք Վարչով էինք ապրում 18 շենքում, չի ասի, որ այտենց հարմար բնակարան էր, պատուանները փոխած չէր, փչում էր, ցուրտ էր ձմեռը, վառարանով էր տաքացվում, բաքսի քաշած չէր։ Մի խոսքով, այդքան էլ հարմար չէր նոր ընտանիքի համար, մանավանդ որ երեխա կա փոքր տունը։ Ես ու Արմինեն միշտ աղոթում էինք, ասում ենք Տեր ջան, բնակարանի համար միշտ աղոթում էինք։ Ու երեխեքին էլ էինք, Արեգին էլ էինք ասում, Արեգ դու աղոթի, քո աղոթքը ավելի շուտ տեղ կհասնի։ Այն իր միամիտ աղոթքը։ Ու գոհանում էինք, ասում ենք փառք Աստծուն, որ այս տանիքը ունենք մեր գլխի վրա, չէինք բողոքում։ Երբ որ Արմինեն մի բանից ուզում էր բողոքել, ասում եմ Արմին, հիշի, որ մենք պատեր ունենք 4 կողմ ու տանիք ունենք ու կարանք, եթե սենյակում մրսենք, գանք վառարանի կողը տաքանանք։ Ու գոհանում էինք, միշտ գոհացող, չգիտեմ, այդ ժամանակ միշտ ասում էի փառք ես Տեր, որ մենք գոնե Վարչով տուն ունենք։ Ու այդ 5 տարի մոտավորապես ապրեցինք, իմ հորաքույրը Աննան մենակ էր ապրում, ու ոնց որ աղոթել էր, Աստված սրտի մեջ դրել էր, ասել էր ես այս տան մեջ, այս մեծ տան մեջ մենակ ապրեմ, իմ եղբայրը, այսպես ասած, իր ընտանիքով Վարչով ապրի, ու որոշում էր կայացրել, որ մենք իր հետ պիտի ապրենք, ու բոլորս գիտենք, որ այդ որոշումից մի տարի հետո համինքը օրնվեց ընտանիքով, համել մենք օրնվեցինք բնակարանով։ Ես չգիտեի ոնց պիտի փող հավաքեի, մենք համել տարիքներս այնքան էր, որ մեզ հիպոթեկ չէին տալու, հիպոթեկով, ու պատրաստ էլ չէի հիպոթեկ մուծեի, ճիշտն ասած։ Ասում էի Տեր ջան, ես հիպոթեկ չեմ ուզում մուծեմ, շատ մեծ գումար է, այդքան պիտի դառնալու իր գործի աշխատանքի գերին, էլի, որ այդքան պիտի համ հիպոթեկի համար աշխատես, համ ընտանիք պահելու։ Մի խոսքով գոհացանք ու Աստված հրաշքարեց։ Աստված գիտի ում ոնց պատասխանի, ժողովուրդ ջան, վստահեք Աստծուն։ Թող մեր կյանքերը լցվեն ոչ թե դժգոհությամբ, տրտունջով ու բողոքով, այլ գոհությամբ, եւ մեր կյանքը կդառնա կենթանի վկայություն Աստծո բարության, ողորմության եւ փառքի մասին։ Ու Սաղմոս 50:22-ում ասում է գոհության պատարակ մատուցանողը փառավորում է Աստծուն։ Եկեք փառք տանք Աստծուն, եկեք ոտքի կանգնենք, գոհանանք Աստծուց իր մեծ գործերի համար, իր հրաշքների համար։ Շնորհակալ ենք Տեր ջան, փառք ենք քեզ տալիս, օրհնում ենք քո մեծ պատվական անունը Տեր ջան։ Սովորեցրու մեզ գոհացող սիրտ ունենալ։ Ոչ միայն ուրախ օրերին, այլ դժվարությունների մեջ, Տեր իմ Աստված ջան։ Բացիր իմ աչքերը, որ տեսնեմ քո գործերը եւ իմ սիրտը գոհություն բարձրացնի քեզ, Տեր իմ Աստված ջան, իմ սրտի գոհությունը քեզ բարձրանա, Տեր իմ Աստված։ Փառք, պատիվ, օրհնանք ու մեծարանք քեզ։ Հալելույա։ Ամեն։